Հանուն Հոր եւ Որդու եւ Ոգու Սրբո ամեն։ Դատաստանի համար եմ եկել աշխարհ, որպեսզի ովքեր չեն տեսնում տեսնեն, իսկ ովքեր տեսնում են կուրանան։ Ովքեր չէին տեսնում եւ տեսան, եւ ովքեր տեսնում են եւ կուրացան։ Արուսյակը, հրեշտակը, Աստծո կողմից ստեղծված գեղեցիկ արարածը տեսնում էր եւ կուրացավ, ինչպես Սուրբ Գրիգոր Տարթևացին է ասում, սատանայի մեղքը հետևյալին նմանվեց։ Մեկը բաց աչքերով նայում է արեգակին, բայց չի փակում աչքերը եւ կուրանում։ Այդպես էր սատանայի մեղքը, բաց աչքերով նայեց արեգակին, բացահայտ ապստամբեց Աստծո դեմ, Աստծո պատվիրանների դեմ գնաց եւ անմիջապես կուրացավ, տեսնում էր ու այլևս չի տեսնում։ Իսկ մարդկային ազգի մեղքը նմանվում է հետևյալին, ասում է Սուրբ Գրիգոր Տարթևացին։ Մեկը նայում է արեգակին, բայց վախենում է արեգակի լույսից, փակում է աչքերը, չի կուրանում։ Եվ հետո անդրադառնում է, որ բաց աչքերով չի կարելի արեգակին նայել, բացում է աչքերը, թեթև նայում է, նորից փակում։ Այդպես էլ մարդկային ազգի մեղքն էր։ Մարդը մեղք գործեց դրախտից սկսած մինչև այսօր։ Եվ մեղքի պատճառով փակվում են մեր հոգու աչքերը։ Բայց երբ որ մենք հրաժարվում ենք մեղքերից, երբ որ մենք զղջում ենք, խոստովանում ենք եւ ապաշխարում ենք, բացվում են մեր աչքերը եւ կրկին տեսնում ենք։ Ուրեմն Տիրոջ այս խոսքերը այսօր իրական են։ Նրանք, ովքեր չեն տեսնում, կարող են տեսնել։ Նրանք, ովքեր մեղք են գործել, բար զղջում են, արտասվում են, խոստովանում են, ապաշխարում են, ներման կարժանանան, մեղքերի թողության կարժանանան։ Եթե նախկինում չէին տեսնում, խարխափում էին մեղքի խավարի մեջ, ապա այսօր զղջալով, խոստովանելով եւ ապաշխարելով կարող են տեսնել։ Այսօր տոնն է Սուրբ Հակոբ Մզբնա հայրապետի, Մարուքե ճգնավորի եւ Մելիտոս եպիսկոպոսի։ Սուրբ Հակոբ Մզբնա հայրապետը ըստ ավանդության եղել է մեր Սուրբ Գրիգոր Լուսավորչի հորաքրոջ տղան։ Երիտասարդ տարիքին գնացել էր Մզբնի լեռներում ճգնում էր, աղոթքով ճգնությամբ էր անցկացնում։ Եվ իր ճգնության տարիներին մեկ ուրիշ ճգնավոր կար, որի հետ շատ մտերիմ էր, անունը Մարուքե։ Այս երկուսը իրար հոգևոր եղբայրներ էին, ինչպես այսօրվա շարականն է ասում, սքանչելի մի ամոլ էր, մի զույգ էր, որ ճգնում էր անապատներում։ Այդ նույն օրերին մահանում է Մծբին քաղաքի եպիսկոպոսը եւ նոր ընտրություն պետք է կատարեին։ Տեխնացուները երկուսն էին, որոնց միջև պետք է ընտրություն կատարեին, բայց քանի որ գիտեին Մարուքե ճգնավորի մասին, որ պարզատես էր, մարգարե էր, գնում են Մարուքեի մոտ եւ ասում են. «Ով Աստծո մարդ, մեզ ցույց տուր, ով է արժանի Մծբին քաղաքի եպիսկոպոս հայրապետ լինելու»։ Սուրբ Մարուքե ճգնավորն ասում է. «Ձեր երկու տեխնացուներից ոչ ոք արժանի չէ։ Դրեք դրանց մի կողմ։ Գնացեք անապատում Հակոբին ճարեք, գնացեք գտեք»։ Եվ գտնում են Հակոբին, ինչ որ մարդու աչքին է երևում, Աստծո աչքին չի երևում։ Ինչ որ մարդու աչքին չի երևում, Աստծո աչքին է երևում։ Մարդիկ Հակոբին չեն էլ ճանաչում, անապատում իր համար ճգնում էր։ Բայց գնացին գտան Հակոբին, ասացին բերեք եւ դարձրին Մծբին քաղաքի եպիսկոպոս։ Եվ այդ օրվանից բարի հովվությամբ բազմաթիվ սքանչելիքներ, հրաշքներ գործելով Հակոբը կենթանացրեց Մծբին քաղաքը աղոթքով
բայց նաև թշնամիներից փրկեց, որտեղ երկու անգամ պարսիկները ուզում էին գրավել Մծբին քաղաքը։ Հակոբ Մծբնա հայրապետի աղոթքով, ինչպես ժամանակին Եղիսե մարգարեն էր աղոթել եւ երկնքից հրեշտակների զորքների չէ, այդպես էլ Հակոբ Մծբնա հայրապետի աղոթքով հրեշտակների զորքը իջավ եւ պարսիկների զորքը ցրեց տարավ։ Եվ այդպես Հակոբ Մծբնայի օրոք Մծբին անառիկ մնաց, կանգուն մնաց եւ երբեք չգրավվեց թշնամու կողմից։ Բայց հենց Հակոբ Մծբնա հայրապետը մահացավ 338 թվականին, պարսիկները գրավեցին քաղաքը Մծբինը։ Հակոբ Մծբնա հայրապետի աշակերտն է լինել 12 տիեզերալույս վարդապետներից Եփրեմ Ասորին։ Իսկ Սուրբ Հակոբ Մծբնա հայրապետն էլ աշակերտն է եղել Մարուքեի, այսպես պարզատեսության, մարգարեության, հայրապետության շնորհը փոխանցվեց Մարուքեից Հակոբին, Հակոբից Եփրեմ Ասորում։ Եվ Եփրեմ Ասորից Սուրբ Հակոբի մահվանից հետո Մծբին քաղաքը գրավվելուց հետո թողնում է Մծբինը, գնում է Եդեսիա, մնացյալ իր կյանքը ապրում է Եդեսիայում։ Այսօր տոնն է նաև Սուրբ Մելես կամ Մելիտոս եպիսկոպոսի, ազգությամբ պարսիկ էր, ապրել է 4-րդ դարում, մի քաղաքում էր ապրում, որտեղ բոլորը կրակապաշտ էին եւ դժվար էր իրեն։ Մի օր թողնում է իր քաղաքը, գնում է անապատ Եգիպտոս, գտնում է Անտոն անապատականին եւ ասում է ինչ անեմ։ Այնտեղ բոլորը կրակապաշտ են, կռապաշտ են։ Ասում է վերադարձիր Պարսկաստան։ Գնա ավետարանը քարոզիր Մելիտոս Մելես եպիսկոպոս, որովհետև դու շատերին դարձի կբերես, բայց սա էլ իմացի, որ Քրիստոսի անվան համար պետք է նահատակվեց։ Եվ այդպես Սուրբ Մելես եպիսկոպոսը, Մելիտոս եպիսկոպոսը թողնում է Եգիպտոսը, գալիս է Երուսաղեմ, Քրիստոսի տնօրենական վայրերը պտտվում է, աղոթում է ու վերադառնում է Պարսկաստան, այս անգամ արդեն գնում է մայրաքաղաք Տիզբոն, եւ սկսում է ավետարանը քարոզել, շատ շատերին է դարձի բերում, եւ քուրմը, կրատան քուրմը ասում է ուրացիր Քրիստոսին, այլապես կրակի մեջ քեզ կայրենք, հանդիմանում է Սուրբ Մելիտոս եպիսկոպոսը, ասում է, կրակն Աստված չէ, կրակին պետք չէ երկրպագել, այլ տար է, կրակը տար է, ինչպես հողը, օդը, ջուրը, կրակը տար է։ Եվ Աստված է ստեղծել կրակը, եւ ոչ թե կրակն է Աստված։ Եվ այդպես հանդիմանում է այդ քուրմին, որ Տիզբոն քաղաքի քուրմերից մեկն էր, եւ որի վրա վճիռ է կայացնում Սուրբ Մելիտոս եպիսկոպոսին, նահատակում են, սպանում են հանուն Քրիստոսի։ Եվ հա այս երեքը այսօր միավորվել են Սուրբ Հակոբ Մծբնեցի հայրապետը, Սուրբ Մարուքե ճգնավորը եւ Մելիտոս եպիսկոպոսը, եւ իրենց տոնն ենք այսօր կատարում եւ խնդրում ենք, աղաչում ենք, որպեսզի այս սուրբերի բարեխոսությամբ մեր հոգու աչքերը բացվեն եւ մենք էլ տեսնենք։ Ամեն։